Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հասկանալ ամեն ինչ կարգին է, դրա համար մոտ 2 րոպե ավելի շուտ ենք միացել, որովհետև տեխնիկական նկատառումներով մի քանի անգամ փորձեր արեցինք հասկանանք թե գործում է, չի գործում, ձայնը լավ է, լավ չէ։ Հիմա տեսնենք մեզ ինչ արձագանքներ են գալիս։ Այսօր պայմանավորվել ենք, որ խոսենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման թեմայից եւ նաեւ ես Facebook-ում գրառում եմ կատարել, որտեղից որ հույս ունեմ, որ հետարքիր հարցեր կլինեն, այդ հարցերին կարձագանքենք ուղի եթերում։ Ինչու եմ ասում հույս ունեմ, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ նման իրավիճակներում շատ դժվար է լինում, որ մենք adekvat հարցեր ստանանք։ Հույս ունեմ, որ հիմա adekvat հարցեր կստանանք։ Adekvat նկատի ունեմ հարցեր, որոնց իմաստ կա պատասխանելու կամ պատասխանելու տեղ կա։ Հիմա հույսով եմ մեզ միանում են։ Տեսնենք թե մեր YouTube-յան տիրույթում ինչ է կատարվում։ Ես ինքս տեխնիկական մարդ չեմ, որովհետև ժամանակին հիշում եմ Facebook-ով եմ նման բաներ արել, բայց հիմա մենք ամբողջությամբ անցել ենք այս YouTube-ի ռեժիմին եւ ուզում եմ հիմա հասկանալ մենք նորմալ եթերում ենք թե ոչ։ Խնդրում եմ մեկնաբանություններում նույնպես նշեք, որ ես տեսնեմ ձայնը լավ է, լավ չէ եւ մենք մեր խոստացած ժամանակին արդեն ըստ էության մեր խոստացած ժամանակին կարող ենք սկսել զրուցել։ Նորից բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, նախ խնդրում եմ միանալ ալիքին, հավանել եւ նաեւ տարածել, որովհետեւ շատերը կարող է չգիտեն, որ մենք հիմա ուղիղ եթերում ենք եւ կա հնարավորություն ուղղակի զրուցելու Facebook-ում, տարբեր սոցիալական ցանցերում, ինչ որ ահասարսուր, վայ հողը մեր գլխին ստատուսներից բացի նաեւ շատ adekvat հանգիստ առանց շատ նյարդայնանալու, բնականաբար նյարդայնանում ենք, բայց սա է իրավիճակը, հանգիստ խոսել, հասկանալ թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Ուրեմն այսօր սիրելի հայրենակիցներ, ինչպես վերջին շրջանում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Սփյուռքում նաեւ հայ ժողովուրդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովից տեղեկացան, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է, որպեսզի մի րոպե կներեք ինձ։ Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է, որ խաղաղության պայմանագրի վերջին 2 կետերով Ադրբեջանի առաջարկներին։ Ես ինչ եմ անում, ես բացում եմ Ադրբեջանի հայտարարությունները, որ մենք միասին տեսնենք, ինչի վերաբերյալ ինչ են ասել, եւ ձեզ ուզում եմ ուղղակի ներկայացնել խայտառակության մասշտաբը։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը օրեր առաջ, եթե չեմ սխալվում 2 օրվա տարբերությամբ տեղեկություն է, հայտարարեց, որ իրենք պատասխանել են, այսինքն Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի, եթե չեմ սխալվում, այնքան շատ է, որ շատ դժվար է դա ասել, եթե չեմ սխալվում 12-րդ խաղաղության պայմանագրի 12-րդ տարբերակին, այսինքն 12-րդ տարբերակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը ուղարկել է իր պատասխանները։ Հայ ժողովրդին չի ասվում, թե այդ ինչ պատասխաններ է ուղարկվել, ինչպես միշտ, որովհետև միշտ ասվել է, որ հարցեր կան, որոնք չեն կարողանում համաձայնեցնել, եւ հետո այդ հարցերը էլի ոչ Հայաստանում, Ալիևը բացահայտեց, թե որ հարցերն են մի հարցազրույցի ժամանակ եւ ասաց, որ մի հարցն այն է, որ երրորդ ուժերը Հայաստանի եւ Ադրբեջանի Հայաստանի կողմից սահմանին չպետք է լինեն եւ նրանք մեկնաբանում են նաեւ երրորդ ուժ ասելով նրանք նաեւ մեկնաբանում են Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը եւ մյուս կետը նա ասել էր, որ էլի չենք կարողանում համաձայնել, շատ դժվար է բան, չի համաձայնվում այս Հայաստանը, դա Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված գանգատներից հրաժարումն էր։ Եվ դա խոսքը գնում է, որ երկուստեք պետք է հրաժարվենք։ Ինչ տեղի ունեցավ, փոխանակ Հայաստանի Հանրապետությունից իմանանք, որ այս 2 կետերով Հայաստանի Հանրապետությունը գնացել է հերթական զիջման
եւ ընդունել է Ադրբեջանի եւս այս երկու պահանջները, մենք Հայաստանի Հանրապետությունից դա չենք իմանում ենք Բայրամովից։ Բայրամովը դրա մասին հայտարարություն անում, որ Հայաստանն ընդունել է մեր վերջին պահանջները եւ խաղաղության պայմանագրի բանակցությունների process-ն ավարտված է։ Եվ այդ իր հայտարարության հետ մեկտեղ նաև ասում է, բայց պետք է Հայաստանի Հանրապետությունը եւ սահմանությունը փոխի, որ սահմանությունը փոխելու հետ նոր կկարողանանք ստորագրել խաղաղության այդ համաձայնագիրը, ինչի մասին խոսում ենք, իսկ սահմանադրությունը փոխելը դա գիտենք, դա ես առանձին կանդրադառնամ, շատ ենք խոսել այս թեմայով, եւ Ալիևը մեկ այլ հայտարարությամբ էլի այսօր ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի սահմանությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ նաեւ ասում է, որ ԵԱԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Ալիևն էլ այս երկու պահանջն է, նախապայմանն է առաջ քաշում։ 3 դերևս այն ժամանակ, որ այս մեր առաջարկը ուղարկված էր Ադրբեջանին եւ բնականաբար բոլորը Ադրբեջանի հետ բարձրաստիճան մարդիկ, այդ թվում նաեւ Հիկմետ Հաջիևը տեղյակ էին մեր պատասխանից, որ մենք ընդունել ենք վերջին պահանջներն Ադրբեջանի, Հաջիևը նաեւ ասաց, որ Հայաստանը պետք է համագործակցի Ադրբեջանում ընթացող դատական process-ների հետ, դատարանի հետ, եւ նաեւ հանցագործներ կան Հայաստանում, այդ հանցագործները նույնպես պետք է հետապնդվեն, պատասխանատվության ենթարկվեն։ Այսինքն պատկերացրեք Հայաստանը ընդունել է վերջին երկու պահանջներն Ադրբեջանի, որին առանձին հիմա կանդրադառնամ։ Այդ պահին նրանք շարունակում են նոր պահանջները առաջ քաշել։ Նորից են որ sense կոպիտ ասած բան, բարձում են մեզ նոր պահանջներով։ Բայց ինչու է Բայրամովը ավելի շուտ հայտարարել, իմանում ենք այ ԱԳՆ-ի այս հայտարարությունից։ Հիմա եկեք միասին նայենք։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է այսօր Բայրամովի հայտարարությունից հետո, որ մենք ուրա Դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, սիրելի հայրենակիցներ։ Այսինքն մեր ԱԳՆ-ի բանակցողները ընդունում են Ադրբեջանի վերջին երկու պահանջները եւ ասում են կլինի իրար հետ համատեղ հայտարարություն անենք, հայտարարությամբ բութ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այսինքն հայկական կողմը ասում է այդ երկու պահանջներն ենք ձեր ընդունում։ Միայն թե խնդրում ենք կլինի իրար հետ հայտարարություն անենք։ Ու դե Ադրբեջանը չի արձագանքում այս Հայաստանի Հանրապետության այս առաջարկին եւ միակողմանիորեն հայտարարում է, որ մեր վերջին երկու պահանջները նույնպես ընդունվեցին։ Հիմա այս հատված ուզում եմ մտ առանձին իրար հետ sense ռեֆլեքսիայի ենթարկենք։ Այսինքն եթե այնքան այն մակարդակի մենք շփում կամ վստահություն կամ բան ոնց ասեմ աշխատանքային գոնե մակարդակ չգոյություն չունի փաստորեն մինչև հիմա Ադրբեջանի հետ, որ անգամ համատեղ հայտարարության հարցը նման մեծագույն զիջման դիմաց համատեղ հայտարարության հարցը չենք կարողանում հասնել նրան, որ իրար հետ թույլ տան համատեղ հայտարարություն անենք։ Ոնց ենք խաղաղություն բերել, ինչի մասին է խաղաղությունը։ Էս ինչ է, էս ինչի մասին է։ Էս ինչ է կատարվում։ Ու այնտեղ ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասում է, պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Սա չգիտեմ, տիեզերական հայտարարություն է։ Սա իսպանական ամոթ է, չգիտեմ սա ունի ինչ դնեմ։ Ասենք լավ կներ երևի ԱԳՆ-ն չասել, որ մենք չիմանայինք, որ նման բան է առաջարկել։ Նրանք են մերժել միակողմանի, չեն էլ գրեմ ենք մերժում ենք, պատկերացնում եք, այնքան չեն հարգում, այնքան հարաբերությունը զրոյ է։ Չեն էլ գրել, որ մենք համաձայն չենք ձեր հետ։ Մենք հիմա առանձին կհայտարարենք, դա էլ չեն ասել։ Ուղղակի առանձին հայտարարել են, որ մեր վերջ երկու պահանջները ընդունված են։ Սա ինչի եմ ես մանր դետալներով ես քննարկում։ Որ Ժորժ ջան, մենք պատկերացնենք ում հետ գործ ունենք, այն կողմից եւ ում հետ գործ ունենք այս կողմից։ Այսինքն այս կողմից ովքեր են բանակցողները, ինչ կշիռ, հարգանք, աշխատանքային հարաբերություն, մարդկային թեկուզ փոխհարաբերություն ունեն, եւ այն կողմից ոնց են վերաբերվում այս կողմի մարդկանց, այսինքն մեր հայկական Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր տարական դրա մեջ մի հատ բան է չկա, ես իմ հետ ինչ չեն է մերոնք ուզել, չեն ասել ռազմագերիներին տվեք այս երկու հոդվածը համաձայնեցնենք, չեն ասել, բացարձակ, չեն ասել, ասենք ջերմուկի դիրքերից զորքերը հետ քաշեք այս երկու հոդվածը համաձայնենք, չեն ասել, բացարձակ, էլի մի 50 հատ բան կարամ ասեմ, թե ինչ չեն ասել, ասել են կլինի իրար հետ հայտարարենք, որ ավարտել ենք այս տեքստի վրա աշխատանքը, 4 տարի աշխատում ենք, կլինի միասին ասենք,
ու չեն պատասխանել, չի լինի։ Ուղղակի առանձին տենց իրանք հայտարարել են։ Այս հայտարարության, որ ասում եմ, համաձայնեցման այս process-ը ֆիասկո եմ դրես վերնագիրը, շնորհիվ ինչ վերնագիր ասես կարելի է այստեղ դնել։ Այս ուղղակի այդ բանն է այդ, որ մենք մակարդակը պատկերացնենք, թե ինչ մակարդակի է մեր փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ։ Դա արձանագրում, առաջին արձանագրումն է սա։ Գնացինք առաջ ելի հայրենակիցներ, որովհետև ես պատրաստվել եմ խոսեմ, հետո անցնեմ ձեր հարցերին արդեն Facebook-ում որ գրել եք, նաև փորձեմ, չգիտեմ, եթե մեկնաբանություններում հնարավորություն լինի, նաև դրանց։ Հիմա ես ուզում եմ ձեզ ասել, հիմա ես նայում եմ Facebook-ի գրառումները, մարդկանց հայտարարությունները, մարդիկ ասում են, բան է, խաղաղության պայմանագիրը, սա ինչ է, մենք մեզ տեքստը հայտնի չէ, մենք չգիտենք այս ինչ տեքստ է, ինչի մասին է, ժողովուրդ ջան, ախր ինչը ձեզ հայտնի չի։ Այն ինչ չէին կարողանում համաձայնեցնել հրապարակային, բոլորս գիտենք ինչի մասին, այդ երկու հոդվածին առանձին անդրադառնալու եմ, որ չէին համաձայնում, շատ ծանր, ես ինչքան ժամանակա բանակցում ենք։ Դա հայտնի է։ Եվ ինչ որ չկա պայմանագրի մեջ դուրս է մնացել, դա էլ է հայտնի։ Ինչ եք խառնվել իրար, այդ ինչ եք ուզում իմանալ, այդ տեքստը լա մի հատ հրապարակեք տենան, հրապարակենք վստահ եմ ինչ-որ պահի, բայց ես ինչի վրա եք մենք զարմանում։ Ուրեմն հերթով ես ձեզ ասում եմ, ինչ չկա խաղաղության պայմանագրի այս տեքստի մեջ, որը հրապարակված է։ Մենք գիտենք դրա մասին։ Առաջին կետը, որը Հայաստանի Հանրապետության համար ամենաառանցքայինն է, ապա շրջափակում։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված փորձանք բերող գիտնականների, այսինքն փորձագետների համայնքը Հայաստանի Հանրապետության բոլոր YouTube-յան եւ հեռուստատեսային եթերներում ցնծությամբ տեղեկացնում էր հայ ժողովրդին, որ մեզ հաջողվել է խուսափել նոյեմբերի 9-ին հոդվածից, որովհետեւ ինչու, որովհետեւ ապաշրջափակման կետը Ադրբեջանը համաձայնեց դուրս թողնել խաղաղության պայմանագրից։ Դուք պատկերացնում եք, սա ինչ մեծագույն ձեռքբերում է։ Այդ ժամանակ ես դուրս եմ եկել, ասում եմ, ժողովուրդ ջան, մի րոպե, մի հատ լսեք ինչ եմ ասում։ Չէ, ոչ մեկ չի լսում։ Ցնծում են, դեղ ուրախություն, չգիտեմ, արդեն սեղաններ են գցել։ Ես ինչ ասում, ժողովուրդ, այդ պայմանագրից եթե մի բան է մեզ պետք է ապաշրջափակում, եթե դուրս է մնաց այդ թուղթը ինչի մասին է։ Այդ ինչի մասին է այդ թուղթը։ Մոզում ձեզ իրազեկեմ, այդ կետը չկա, ապաշրջափակումը Հայաստանի այս պայմանագրով չի կարգավորվում։ Գնացինք։ Մյուսը, այս օրերին շատ մեծ էմոցիաներ առաջացնող, տառապանք առաջացնող թեման է հացադուլի մեջ գտնվող մեր ռազմագերիների, այսօր հացադուլից դուրս են եկել արդեն խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին է, բայց մյուս բոլոր 23 Ադրբեջանում դատվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունենք, մեր հայրենակիցները։ Չկա խաղաղության պայմանագրի մեջ որևէ կետ նրանց վերադարձի վերաբերյալ եւ չկա որպես նախապայման, որ որ նրանց կտակ, նոր կստորագրենք։ Չկա այդպիսի նախապայման։ Այդ հարցը բանակցային այս տրակում, այս ֆորմատում չկա նման հարց։ Այսինքն երկրորդն եմ արդեն նշում, թե ինչի մասին չի այս պայմանագիրը։ Մյուսը, այս պայմանագրում չկա կեցելի հայրենակիցներ, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը պետքա դուրս գան Հայաստանի Հանրապետության օկուպացված, որ մտե օկուպացրել են, ներխուժի օկուպացրել են այդ տարածքներից։ Չկա։ Այսինքն եթե այս համաձայնագրի մենք կնքելուց հետո իրար նկատմամբ որևէ պայման իրավունք չունենք, պահանջ իրավունք չունենք առաջ քաշել, նաև չենք կարող առաջ քաշել, ասել ջերմուկից դուրս եկեք։ Բնականաբար մի հատ փորձագետ դուրս կգա ու կասի, այ դա պետքա դելիմիտացիայով արվի, այ հենց այդ փորձագետը դուրս գա ձեզ կասի, ասեք դելիմիտացիայով անելու համար չկա քարտեզ ընդունված, որով որ ջերմուկից դուրս գալու հիմքերը մենք կդնեինք։ Այդ քարտեզը չդրվեց հիմքում եւ սահմանադրական դատարանով չանցավ նման քարտեզ։ Անցավ ուղղակի զուտ այդ Տավուշի մարզի հարակից այդ հատվածի վերաբերյալ։ Հիմա մյուսը Հայաստանի Հանրապետության տարածքի քառակուսի կիլոմետրով ճանաչում Ադրբեջանից մենք չենք լսել։ Թե քանի քառակուսի կիլոմետրով է Ադրբեջանի Հանրապետությունը մեզ ճանաչում։ Եվ այս խաղաղության պայմանագրի հետ կապված նույնպես ես կարծում եմ, ես չեմ պատկերացնում այս խոսակցություններից ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ այս հարցն էլ մենք չունենք։ Այսինքն կարող է լինել զուտ հայտարարություն այն մասին, որ կողմերը բան են անում։ Վարչապետը մի հատ հոդվածում նաև խոսել է, նաև բանավոր է ասել, որ փոխադարձ ճանաչում եւ այլն, բայց փոխադարձ ճանաչումը սիրելի հայրենակիցներ, այնպես ինչպես որ Հայաստանի Հանրապետությունն է նկարագրել Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը քառակուսի կիլոմետրներով, Ադրբեջանից նման հայտարարություն մենք չունենք։
որովհետև եթե նման բան ասվում, դրա տակ արդեն գալիս է քարտեզը, քանի որ քարտեզը չի դրվել, չկա նրա նման բան ասելու բան։ Մյուսը քարտեզի հարցը սիրելի հայրենակիցներ, քանի որ քարտեզի հարցը դելիմիտացիայի մակարդակում խոսքը գնում է սահմանագծում, սահմանազատում հայերեն խոսենք այդ process-ի մասին, չկա համընդհանուր ընդունված մի հատ քարտեզ, որով պետք է այդ process-ը գնա։ Այսինքն այն ինչ որ իրանք ուզում են մեզանից ստանան, դրա հետ կապված ինչ որ մի քանի կտոր քարտեզով գալիս են, այդ ուզածը ստանում են եւ մնացած տարածքների վերաբերյալ ասում են դե խոսենք։ Հիմա կգնանք երրորդ ուժերի Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններից դուրս գալու մասին, դուք կտեսնեք թե դա ինչի է բերելու։ Այսինքն ամփոփելով ուզում եմ ասեմ, որ նաեւ Ալմատի հռչակագրի որևէ հղում, ես օրինակ չգիտեմ, այդ հղումը կա խաղաղության պայմանագրում թե ոչ, անկեղծ եմ ասում, չգիտեմ, որովհետեւ Ադրբեջանի հայտարարություններին հետևելով ես հասկանում եմ, որ նրանք նաեւ դրան են դեմ։ Բայց պատկերացնենք հիմա ասում են ինչ որ պահի կամ չգիտեմ, խաղաղության պայմանագրի ասում են, որ Ալմատի հռչակագրով են ձեզ ճանաչում։ Մեր փորձագիտական համայնքը եւ քաղաքական գործիչներ, ովքեր իշխանության օրակարգն են սպասարկում, գիշեր-ցերեկ, ինչ ուզում են իշխանությունը, ասում են ճիշտ էր, դա ճիշտ էր, շատ իմաստուն քայլ էր, պետք է նման բան անել։ Այո, մասից բոլոր եթերներում նստած են, այդ մարդիկ ժողովրդին համոզել են, որ Ալմատի հռչակագիրը դա քարտեզ է, ըստ քարտեզ է այդ հռչակագիրը։ Մենք էլ մեռանք ասելով, որ դա քարտեզ չի։ Դրա հիման վրա պետք է քարտեզ փոխադարձ ճանաչեն ընդունեն, որը չի ստացվում, չեն ընդունում։ Հիմա նաև եթե կասեն, որ Ալմատիով մեզ ճանաչում են վերջ, այսինքն այս հարցերից, իմացեք, որ այդտեղ էլ ժողովրդին չի կարելի խաբել Ալմատիով առայն, որ նա քարտեզ է, որտեղ նա քարտեզ չի։ Այսինքն մենք իրար այդ ամփոփելով այս հատվածը ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագիրը ապաշրջափակման մասին չի, ռազմագերիներին մեզ տալու մասին չի, խաղաղության պայմանագիրը նաև նրա մասին չի, որ քառակուսի կիլոմետրով մեզ կճանաչի Ադրբեջանը, չկա ոչ մի նման ուսումնասիրություն, վերլուծություն եւ տեղեկություն դրա մասին, եւ հետեւաբար խաղաղության այդ պայմանագիրը ժողովուրդն այտենց մի բան ասեք, որ այսա թող հրապարակեն, դա տեսնենք ինչա բան, ինչ կարևոր որ բան կա արդեն այսօր եւ դա ինձ էլ առաջ հրապարակվել է, թե ինչ ենք համաձայնվել։ Հիմա գնանք մյուս մասին։ Ինչ պահանջներ ունի Ադրբեջանը, որոնք որ խաղաղության պայմանագրի հետ կապ չունեն։ Սա ամենահետաքրքիր իմաստն է։ Այսինքն պատկերացրեք Հայաստանն ու Ադրբեջանը կնքում են այս պայմանագիրը, որը բնականաբար շատ հեռու է, որտեղ ասում են սահմանադրությունը գնացեք փոխեք, դե պարզ է ԵԱԿ Մինսկի խմբից հրաժարումը, հիմա արագ կհրաժարվեն այդ վաղուց պարզ էր դա արդեն։ Բայց սահմանադրությունը փոխելը ենթադրում է հանրակրվե, կա շեմ, շատ բարդ է, բոլորս գիտենք, ժողովրդի իմանում է, որ Ալիևի ասածով ենք սահմանադրությունը փոխում, շատ բարդ process է։ Հետեւաբար այս պայմանագիրը, որը այսօր վերջնականապես համաձայնեցվել է, ստորագրելուց դեռ շատ հեռու է, որովհետև այդ նախապայմանը դրված է։ Կներեք։ Հիմա, սիրելի հայրենակիցներ ջան, ուրեմն պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխվի։ Դա այս պայմանագրի տեքստի մեջ չկա, տեքստի հետ կապ չունի, այսինքն դա տեքստից դուրս է, ասում են դա արեք, որ այս տեքստը ստորագրենք, արձանագրում 1։ Երկրորդ արձանագրումը։ Այն որ ասում են, որ դուք պետքա ճանապարհ տաք, մենք կապվենք մեր մյուս տարածքի հետ, այնտեղ տարբեր անուններ են տալիս այդ տարածքին եւ այլն, չեմ ուզում մտնեմ այդ դաշտ։ Այդ հարցը կապ չունի այս խաղաղության պայմանագրի հետ, որտեղ արդեն վերևում ասեցի, որ ապաշրջափակումը ներառված չի։ Դա առանձին իրենք պահանջում են, որ նոյեմբերի 9-ով դուք պարտավոր եք դա անեք ու Հայաստանից ծպտուն հանող չկա, ծպտուն, բացի մեզանից, որ այդ նոյեմբերի 9-ով որ ուզում եք, այդ նոյեմբերի 9-ով ուզելու հետ կապված պետքա ասվի հետևյալ տեքստը, որ այդ պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Լաչինի Միչանսկի 150,000 հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այնտեղ ապրելու ուժով։ Եթե այդ չկա, այդ 9-րդ կետի պարտավորությունը չկա, հետեւաբար չկա Արցախ, չկա Լաչինի Միչանսկ, չկան խաղապաններ, այդ բաները չկա, ուրեմն չկա ճանապարհի պարտավորություն։ Բայց իրանք ինչ են արել, արդյունավետ կերպով մենոնց վրա ծախել են, որ այս ապաշրջափակման հոդվածից հրաժարվում ենք խաղաղության պայմանագրի մեջ, մերոնք ծափող ջուններով այստեղ բանը ցնծում էին եւ առանձին նոյեմբերի 9-ով ասում են դե սա պարտավոր եք, սա պետք է անեք, ես թղթի հետ կապ չունի։ Ես թուղթը դեմ ենք հաստորագրենք, բան, գրենք, ստորագրենք, ես իմ եւ չգիտեմ, հա, բայց այդ 9-րդ կետի հետ կապ պարտավոր եք պետք է անեք։ Եվ Հայաստանից չկա մարդ, չկա բանակցող,
Չկան ոչ մեկ, ոչ գոյություն չունի մարդ, որ այս հարցով խոսա։ Գնացինք առաջ, մյուսը։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ, իրանց ասած Արևմտյան Ադրբեջան, որը նկատի ունեն Հայաստանը։ Այս կետը նույնպես պայմանագրից դուրս պահանջ է եւ նրանք շարունակում են պահանջել, նրանք չեն հրաժարվել դրանից։ Այսինքն նրանք հասել են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախից, Արցախի ժողովրդի վերադարձից, Լաչինի Միջանցքից, չգիտեմ, այնտեղ ռազմագերիներից բանից չխոսի, հասել են դրան, Հայաստանը չի խոսում։ Բայց իրանք շարունակում են խոսել Արևմտյան Ադրբեջանից, խոսել, որ անարդարացիորեն Զանգեզուրը տրվեց Հայաստանին, չգիտեմ, այնտեղ Սևանը տրվեց, այս տրվեց, այն տրվեց, եւ այլն եւ այլն։ Իրանց այդ խոսույթին շատ լավ ծանոթ եք, գիտեք։ Մյուսը, արդեն ասացի, Հիկմետ Հաջիևը եւ տարբեր առիթներով այլ պաշտոնյաներ նույնպես ասել են, որ ռազմական հանցագործներ կան Հայաստանում, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ են արել մարդիկ։ Մի մասին դեմ ենք բռնել ենք դատում ենք ասում են, բայց պետք է Հայաստանը համագործակցի այս դատական process-ի հետ, ոչ թե ասի ռազմագերիներ են դրանք, բան հանցագործներ են ասում նրանք։ Համագործակցեք ասում մեր հետ։ Ու այդ մենք ձեզ ցուցակները կտանք, նրանց էլ տվեք կամ կարող ասեն քրական գործեր ուղարկենք, դուք դատեք, այտենց։ Միջազգային այտենց պրակտիկա կա, դա էլ իմացեք։ Հիմա իրավիճակը էսա, այսինքն սա էլ խաղաղության պայմանագրի հետ կապ չունի։ Անդադար խոսում են ռեպարացիաների մասին, փոխհատուցումներ, հասցված վնասներ, ասվել է, որ 1 միլիոն տրիլիոն, 1 տրիլիոն դոլար, 1 տրիլիոն դոլարի վնաս են իրենք հաշվարկել, եւ դա կարող են ուզել։ Եվ նաև անդադար պնդում են, որ Հայաստանը պետք է ապա ռազմականացվի։ Անկամ այսօր այն հայտարարությունից հետո, որ կողմերը համաձայնության են եկել եւ տեքստը ամբողջացված է, վերջնականացված է, Հայաստանն ասել է հերթական զիջումների, ադրբեջանական մամուլը նորից նյութեր է տարածում, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Նաև այդ հայտարարությունից հետո Ալիևն ասում որ Հայաստանի այդ բոլոր պայմանությունները պետք է թղթին հանձնվի, որովհետև իրանց նկատմամբ կա 0 վստահություն, 0։ Պատկերացնում եք, ինչ պահանջ դրել են կատարում ենք, մեր նկատմամբ կա 0 վստահություն, այս էլ արձանագրենք։ Ես տեսա, որ երեք վարչապետը խոսում էր իրական Հայաստանի կոնցեպտի մասին, ժողովուրդ են հավաքվել, խոսում են, մարդիկ քննարկում են եւ նա ասում է, որ ես որ ասում հայտարարել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում եմ, ասում է դրանով ես Հայաստանն եմ ճանաչել։ Հասկացաք սիրելիներ։ Նորից, ասում է ես որ ասում եմ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրանով ասում եմ, որ ես Հայաստանն եմ ճանաչում։ Որտեղ ասում է, եթե ես չէի ճանաչում Ադրբեջանը, դա նշանակում է Հայաստանը չէի ճանաչում։ Ու դրանով թեզ է գնում, որ նախկին իշխանությունները չէին ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չեմ ուզում մտնեմ այդ դաշտ։ Բայց ուրիշ բան եմ ուզում ասել։ Մեր համար կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով։ Եվ ոչ թե մենք իրանց ճանաչենք, որ դա արդյունքը իբր թե մենք ճանաչենք։ Նման process գոյություն չունի երկրագնդի վրա։ Շուտ ժողովրդին համոզելու համար հա կարելի է տարբեր տենց հնարքներ մտածել, սենց ստեղից գանք, տակից մտնենք, սենց դուրս գանք, չէ, չի աշխատում դա։ Հիմա այդտեղ մի հատ կարևոր բան կա, որ Ադրբեջանին էլ պետք է, որ մենք իրանց ճանաչենք, ոչ թե իրանք մեզ ճանաչեն, այլ որ մենք իրանց ճանաչենք։ Այսինքն ամփոփելով այս կտորը ասեմ, որ Ադրբեջանին պետք է, որ մենք իրանց ճանաչենք, մեզ պետք է, որ իրանք մեզ ճանաչեն։ Իրանք մեզ չեն ճանաչել քառակուսի կիլոմետրով։ Մենք իրանց ճանաչել ենք քառակուսի կիլոմետրով։ Եկել են հետ հայ ժողովրդին բացատրում են, որ մենք ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ենք ճանաչել, մենք դրանով մեզ ենք ճանաչել։ Եթե դուք հասկացաք, Ժորժ ջան, ինչ ասեմ։ Շատ լավ է, գնանք առաջ, այսինքն դա տենց է։ Հիմա այդպես է արվել, ասենք տենց։ Հաջորդը։ Մի հատ հետարքիր բան ասեմ։ Ուրեմն հիմա այս դատերը, որ գնում են եւ մարդկանց դատում են, գիտեք։ Այնտեղ դատում են եւ այդ մարդկանց չեն նաեւ միայն դատում եւ Հայաստանի վերջին 30 տարվա կյանքը դատում են այնտեղ։ Ինչի մասին է այդ վերջին 30 տարվա կյանքը։ Այդ վերջին 30 տարվա կյանքը նաեւ հայկական ճշմարտությունների մասին է։ Որոնք են հայկական ճշմարտությունները։ Հայկական ճշմարտություն է, որ Լեռնային Ղարաբաղի շարժումը ինչի արդյունքում է սկսվել։ Մարդկանց իրավունքների զանգվածային ոտնահարումներ, այսինքն այն ունի ուրույն զուլալ մաքուր մարդու իրավունքների բնույթ։ Այդ դրա պատճառով է, որ Հայաստանը որևէ երկրի կողմից միջազգային հանրության չի ճանաչվել օկուպանտ։ Հասկանում եք, շատ մաքուր զուլալ process է եղել։ Հիմա այս մարդկանց դատելով, որ Հայաստանը այս մարդկանց համար բացի եվրոպական դատան թղթեր ուղարկելը ուրիշ, չգիտեմ ինչ, ոչ մի բան չեմ տեսնում, որ անում են,
բերում են նրանց ելի հայրենակիցներ, որ այդ հայկական ճշմարտությունը գլխի վրա շրջվում է, ու մենք դառնում ենք օկուպանտ, ուրիշի հողում հանցագործություններ անող, ուրիշի հողում հանցագործություններ անողներին ֆինանսավորող, ուրիշի հողը շահագործող, ուրիշի հողի ընդրիքը օգտագործող, այդ հերթովաշեն ու դա դառնում է $1 տրիլիոն։ Բացի $1 տրիլիոն, դա նաև դառնում է հետևյալը, որ դրա արդյունքում դե ովքեր որ դրանք անեն, դրանք պետք է դատվեն, պարզապես, դրանք պետք է դատվեն եւ այլն, այսինքն խաղաղության մասին, հաշտեցման, հասարակությունների, հանրությունների հաշտեցման մասին բացարձակ խոսակցություն չկա։ Պարզա չէ, որ ես ինքս խաղաղության կողմնակից եմ, այդ խաղաղության պայմանագրի այն փաստաթղթի վրա մինչև Լեռնային Ղարաբաղի գրավումը աշխատել եմ, այսինքն պարզա դա լրիվ ուրիշ փաստաթուղթ է, ես լրիվ ուրիշ փաստաթուղթ է, բայց ինչ եմ ուզում ասեմ, հայկական ճշմարտությունը չպաշտպանելով, ասենք մի կա մարդիկ չեն սիրում Արայիկ Հարությունյանին։ Okay, ձեր խնդրեմն է, ձեր անձնական մի սիրեք, բայց դե հարցը Արայիկ Հարությունյանը չի։ Հարցը հետևյալն է, որ այդ մարդկանց հետ դատվում ենք, այս երկրով սաղով, բոլորով դատվում ենք։ Եվ տպավորություն կա, որ մենք կարող ենք դիստանցավորվել, այսինքն մենք այդ թեմայով բան չենք խոսում, դուք դրանց դատեք, մենք այդտեղ կապ չունենք, բայց մեզ բան մի ասեք, թողեք մենք հանգիստ ապրենք։ Չի լինելու տենց։ Ձև չկա պրոստը տենց։ Չի լինում։ Արդեն չի եղել։ Ոչ թե չի լինել, արդեն չի եղել, լավ սենց ասեմ։ Անցյալով արդեն չի եղել դա։ Հասկանալի է, թե հասկանալի չի։ Ինչքան ուզում ատեք այդ մարդկանց, ես տեսնում եմ այդ ատելության մակարդակը։ Այդ ատելությունն է չի օթից, դա գիշեր ցերեկ ասենք, բոլոր կանալներով այդ ատելությունը քարոզվում է։ Այսպես կոչված փորձագետների կողմից նաև, այդ թվում մեծ ջանքերով նրանց։ Բայց հիմա սա է սիտուացիան։ Դուք եթե մտածում եք, որ բան եք անելու, այդ մարդկանց դե կդատեն, դե մենք կպրծնենք, չէ, հիմա արդեն ասում են, այնտեղ նրանց շարունակություն կա։ Տվեք էլի ուրիշ մարդկանց։ Պատկերացնենք այդ ուրիշ մարդկանց Հայաստանն ասում է լավ կտանք։ Հետո ինչ են ասելու։ Դե տվեք ովքեր որ այնտեղ ծառայել է դրանց։ Դե տվեք ովքեր այնտեղ ծառայողների համար հարկահավաք է, հարկով փողը տվել է նրանց։ Դե տվեք, սաղ տվեք, ինչ կա տվեք։ Դե տվեք։ Ուստեղից է տալիս են։ Դու մտածում եք թե տենց բան է, հա, բռնել են այնտեղ իրանց համար պարապ են։ 5-600 հոգի մարդ լցնում են մի հատ դալիս sense լուրջ դեմքերով դատ են կազմակերպում։ Մտածված ստրատեգիա, process է։ Դա լուրջ պետություն է, լուրջ մարդիկ են։ Ադրբեջանի ցանկացած պաշտոնատար անձի հայտարարություն շատ լուրջ ընդունեք։ Լուրջ։ Ինչ ասել են Հայաստանի առաջ, ինչ դրել են, ինչ նարատիվ դրել են։ Անկամ ամենաառաջնային են որ վիճակով նայում, ասում են, դա լուրջ է։ Բանը։ Հետո դա դառնում արդեն ոչ միայն լուրջ, այլ մենք կատարում ենք։ Լուրջ էր որ երրորդ ուժերը չպետք է կայնեն Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանին։ Դա լուրջ առաջարկ էր։ Չէ խոսում, այսօր դա ընդունվել է։ Լուրջ էր որ Հայաստանը պետք է հրաժարվի բոլոր դատական գործերից։ Ոնց ինչպես ոնց դեմքեր են անում։ Այսօր արդեն դա համաձայնեցված բան է։ Համաձայնեցված ոչ մի խնդրեմ չկա։ Հետեւաբար մնացած բոլոր բաներն են լուրջ է, ասենք, անդուրջ մի վերաբերվեք, ուղղակի զուտ դա եմ ուզում ասել։ Հիմա ուզում եմ իմ մասնավորս այդ երկու կետերին անդրադառնամ։ Ուրեմն հետարքին ինչն է ժողովուրդ։ Ասվել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կան ուժեր։ Կային ռուսական օպերատիվ խմբեր։ Սկզբից Ադրբեջանի պահանջով բնականաբար ռուսական օպերատիվ խմբերը Հայաստանի կողմից հանվեցին։ Հայաստանը հանել տվեց այդ օպերատիվ խմբերը գնացին։ Օպերատիվ խմբերից վերջացրեցին։ Հետո դե տպավորություն էր որ ռուսներից բրծանք հիմա եվրոպացի կատեն։ Եվրոպացիք են այդտեղ բան տենց եվրոպական ջպերով, կապույտ դրոշներով, աստղերով դրանց վրա բան։ Մեկ էլ ասեցին, բայց պետք է իրանք էլ դուրս գան։ Ոնց։ Բայց իրանք եվրոպացիներ են։ Իրանք լավ մարդիկ են։ Ոնց իրանք էլ դուրս գան։ Բա տենց պետք է իրանք էլ դուրս գան, բայց մենք ասում ենք իրանք զինվորականներ չեն։ Կապ չունի, ուժեր են։ Հետո այսօր Ալիևն ասում է ռազմավարչիկներ են։ Դրանք հերադիտակով մեզ նայում են։ Դրանք ասում է հերադիտակով մեզ նայում են։ Դուք հասկանում եք այդ ինչա։ Հանեք այդից։ Հայաստանը ասում է հարց չկա, կհանենք։ Բայց մինչև որ ասել է հարց չկա, կհանենք, ի՞նչ է տեղի ունեցել։ Հայաստանը հայտարարում, Հայաստանի նարատիվներն եմ ասում, օրինակներ են բերում, ասում եմ, մի հատ մակարդակի վրա բան են ասում, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո տեմես չկա։ Ոչ թե ցածր, այլ չկա։ Չկա, всё։ Հիմա ասեցին, այդ ուժերը բան արեք, հանեք, Հայաստանը ասեց, որ մենք կհանենք նրանց սինխրոն դելիմիտացիայի հետ, այսինքն սահմանը կդելիմիտացվի, որտեղից կդելիմիտացվի, մենք ընդդեղից կհանենք եվրոպացիներին։
Նրանք ասեցին չէ, պետք է բոլոր տեղից այն։ Մենք իրենք ասեցին չէ, որտեղ ու տենց ասում են, մեկ հայկական կողմը ասում է համաձայն ենք։ Այսօր ենք իմացել Բայրամովից։ Ասենք Բայրամովը մեր հարկերով չի աշխատավարձ ստանում, Ադրբեջանի հարկերով ստանում, բայց ինքն է մեզ ասել։ Հետո ինչ է տեղի ունենում Ժողովուրդ ջան։ Հետո հաջորդ թեզն է գալիս առաջ։ Տեսա ես Facebook-ում Սոսի Թաթիկյանը գրել է իր պատի վրա, որ սաղ ժողովուրդը մի վայնասուն է կապել, նեղված է մեր ժողովուրդը, սխալ են մերոնք մեկնաբանում, ոնց կարելի է քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեկնաբանել որպես ուժ, ՆԱՏՕ-ի ուժ են խի դրանք համարվում։ Ինչի պետք է դուրս գան, ինչի եք համաձայնվում Ադրբեջանի այդ նարատիվի հետ։ Հետաքրքիր վրդովմունք է, շատ հարգարժան մարդու կողմից, փորձագետի, բայց ուզում եմ ասել հետևյալը։ Այսինքն Սոսի Թաթիկյանը կամ որևէ մեկը շատ հարգարժան։ Կասկածում է, որ նրանք նկատի ունեն այդ դիտորդական խմբին, ու կասկածում է, որ հայկական կողմը հենց այդ խմբին նկատի ունենալով հրաժարվել, թե ասենք ում ենք ուզում, ինչի տեղ դնենք։ Դες կասկած կա ուրիշ։ Հենց իրանց նկատի ունեն, հենց իրանք է պետքա դուրս գան, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքին։ Մենք ասել ենք դելիմիտացիան կանենք, նոր դուրս կգան։ Հիմա համաձայնվել են փաստաթղթի ստորագրումից հետո դուրս կգան։ Հիմա փաստաթուղթը ստորագրվեց, դելիմիտացիա չկա։ Դելիմիտացիան իրանք ասում են երկար process է, դուք դեռ պետք է շատ երկար քարտեզների sense մանր կտորներ կան, մանր նայում ենք, նես չի որ չենք կարա բան անենք, շատ դժվար է եւ դա դեռ երկար կտևի։ Այսինքն դուրս է գալիս, որ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանից նաեւ դուրս կգան եվրոպական դիտորդները, բայց իմ խնդրեմը եվրոպական դիտորդները չի։ Իմ խնդրեմն այն է, որ սուվերեն ինքնիշխան երկիր է Հայաստանի Հանրապետությունը, որը գիշեցեք սուվերենության թմբուկը վերից դմ սուվերեն ենք, ինքնիշխան բան, ընդունում է Շնամի երկրի պահանջը, որ ինքն իր տարածքում չի կարա, երրորդ ուժ բերի այդ տարածք, որևէ տարածք, որը Ադրբեջանի սահմանին մոտ է։ Սա աննախադեպ խայտառակ պրակտիկա է, եւ այս պրակտիկան, այս նախադեպը Հայաստանի համար ունենալու է ջախջախիչ բնույթ։ Որն է այդ։ Եվ որ մենք սան համաձայնում ենք ստորագրենք այդ փաստաթուղթը։ Հաջորդը Թուրքիան է ասելու, որ Հայաստան-Թուրքիա սահմանից պետք է դուրս բերեք երրորդ ուժերին։ Որն է երրորդ ուժերը։ Ռուսական սահմանապահ զորախումբը, ռազմական բազան։ Ինչի են ասելու պետք է դուրս բերեք։ Որ երբ ուզենան ինչ որ աբեկշական խմբեր մտնեն Հայաստան, ասեն մենք կապ չունենք, չգիտենք ովքեր են։ Ինչ իմանանք ովքեր են։ Այս սիրելի հայեր։ Դրա համար, այսինքն դուք ոչ թե դարդար եք եվրոպացի դիտորդների գնալու համար։ Դե եվրոպացի դիտորդների կանոնակարգում գրած է, մի հատ կրակոց եղավ, հարձակում եղավ, էվակուացիա են իրանց անում։ Դուք դարդար եք նրա համար, որ Հայաստանի Հանրապետություն, որպես պետություն, սենց ամբողջ իր ապագայի ընթացքում պարտավորված է լինելու որևէ երրորդ ուժ չներգրավի իր տարածքում։ Մյուս խաբկանքը, որ բայց դա փոխադարձ է։ Ադրբեջանն էլ իրավունք չունի։ Շատ լավ։ Իսկ Ադրբեջանը ինչ երրորդ ուժ է բերել այդ սահմանի վրա, որ այդ բանակ չունի Ադրբեջանը երրորդ ուժ է բերել։ Ադրբեջանն ինչ խնդիր ունի։ Կամ Ադրբեջանի բանակի մեջ որ թուրքական բանակը ներծծված է, դուք տարբերելու եք ասեք այդ ում եք բերել։ Կամ այդ որ հարցով եք դուք Ադրբեջանին ասել ինչ է կարել, որ ուրիշ բերի, ասեք ուր ես ուրիշ բերել։ Որ հետեաբար այս հոդվածի կործանարարության մակարդակը նրանում է, սիրելի հայրենակիցներ, որ ոչ թե հիմա եվրոպական դիտորդները կգնան, հիմա չեն գնա, դեռ փաստաթուղթ ստորագրված չի։ Այլև որ ստորագրվի դա կդառնա նախադեպ, մենք էլ չենք կարող կանգնենք, ասենք սուվերեն երկիր ենք, մենք ենք որոշում մեր տարածքում ով կանգնի եւ ով չկանգնի։ Մենք այնքան սուվերեն ենք, որ որտեղ ռուսներին ասում ենք դուս են գալիս։ Մենք ինքնիշխան երկիր ենք, որտեղ ասում ենք դեռ մնացեք մնում են։ Բայց Ադրբեջանն ասում է, ես ասում եմ, որ չպետք է լինի այստեղ ուժեր, եվրոպական, ինչական ուզում լինի, հավաքվեք, գնացեք այստեղից ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է։ Դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության ոտնահարում է, ինչի որ տեսանյութությունը շարքում մենք ինքնիշխան երկիր ենք։ Իսկ ինքնիշխանությունը բանը սրան նրան քֆու անելով չի, էլի ինքնիշխանությունը։ Որոշումներ կայացնելու մասին ինքնիշխանությունը։ Որ դուք ու տարածքում կարող ես որոշել եւ կատարել գործողություններ։ Հիմա գամ մյուս ամենաչարչրկված թեմային։ Բա հայբուդուր բանա միջազգային դատարաններից Հայաստանը գործերը հետ է վերցնում։
Սերի հայրենակիցներ ամենայն հարգանքով բոլոր իրավաբանների նկատմամբ, ովքեր այդ գործերի վրա աշխատել են։ Այդ թվում Երիշե Կիրակոսյանի։ Ոնց որ նորություն չի, չէ՞ որ ես էլ եմ իրավաբան։ Ուզում եմ ասել հետևյալը։ Հայաստանի Հանրապետության խնդրեմը ոչ թե այնա, որ այս գործերից կհրաժարվի, բնականաբար դա էլ է խնդրեմ։ Այլ մեծագույն խնդրեմն է նա, որ դատի չի տալիս։ Այսինքն նրանք ոչ թե այս գործերից են վախենում, նրանք վախենում են նոր գործերից, որը մենք կարող ենք տալ, այն որ Հռոմի ստատուտը վավերացին, բերեցին, ասեցին Ժորժ ջան, սա Ալիևի համար ենք վավերացնում, բայց սուտ էին ասում, Ալիևի դեմ ոչ մի գործ չուղարկվեց, այդ դրա համար է այս արվում։ Թե չէ այն գործը, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, միջպետական գանգատ եթե կա, կլինի, ինչքան գիտեմ կա։ Դրանից հրաժարումը ես այդտեղ չեմ տեսնում մի եսի մետ ինչ։ Կամ այն գործը, որ միջազգային արտադրության դատարանում։ Այդ միջազգային արտադրության դատարանում Հայաստանը ցեղասպանության կոնվենցիայի համաձայն գործը հարուցի Ադրբեջանի դեմ, այդ երբ հարուցեց չի իմացանք։ Հայաստանը նման գործը հարուցել, ոնց որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է հարուցել ընդդեմ Իսրայելի, որտեղ Թուրքիան երրորդ կողմը ներգրավել, Չինաստանը երրորդ կողմը ներգրավել եւ էլի երկրներ։ Այսինքն մեր խնդրեմը ոչ թե նա որ այս գործերից ենք հաջողում, մեր խնդրեմն է նա որ այս 2 տարիա գոռում եմ, ասում եմ պետք է այս գործերը ներկայացնել, մենք չենք ներկայացրել։ Ու հիմա այս հրաժարումով էլ չենք կարող ներկայացնել։ Թե չէ այն եղած գործերից ամենայն անկեղծությամբ, ամենայն հարգանքով բոլոր նրանց նկատմամբ ովքեր դրա գործ են արել։ Ես մեծ սպասելիքներ չունեի այդ գործերից։ Ես մեծ սպասելիքներ ունեի ճնշման գործիք որպես Ադրբեջանի վրա օգտագործելու այն գործերից, որը կարող էինք ուղարկել, որը դեռ կարող ենք ուղարկել, քանի դեռ այս թուղթը չի ստորագրվել։ Ստեղ է խնդրեմը։ Այստեղ է, հիմա տեսակ որտեղ է խնդրեմը։ Ոչ թե վայ, վույ, անհատական գանգատները բոլորը կարող են շարունակել մնալ եվրոպական դատարանում, բոլոր գանգատները, դեպաբար այդտեղ խնդիր չունենք։ Տակը մնում է միջպետական գանգատ եւ արտադրության միջազգային դատարանում այն եղած Լաչինի Միչանսկի ժամանակ այն միջանկյալ որոշումը կայացած այդ գործը։ Հասկացաք հիմա սիրելի հայրենակիցներ։ Կարևորն ու երկրորդականը տարբերակեցիք, թե չտարբերակեցիք։ Էսա իրավիճակը։ Մյուսը սահմանադրության հետ կապված։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ մեր սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարևան պետություններից, եւ հետեւաբար սահմանությունը տարածքային պահանջներ չունենով հարևան պետություններից փոխելու կարիք չկա։ Հետեւաբար Ադրբեջանի նարատիվը, որ մենք ունենք տարածքային պահանջ Ադրբեջանից, չի համապատասխանում իրավական մակարդակում փաստաթղթային իրականությանը եւ հետեւաբար փոխելու բան չկա։ Եվ դա Հայաստանի նարատիվն է։ Դրա մասին խոսել է վարչապետը տարբեր տեղեր, մենք բոլորս բան։ Հիմա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որի մասին եթե սկզբում խոսեցի, չի ասում ԱԳՆ-ն, որ մենք սահմանությունը փոխելու ձեր պահանջը կատարելու մտադրություն չունենք, չի ասում։ Եվ ըստ էության նաև երեք հայտարարեց, որ մեր սահմանությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Դուք տես բան լսել եք, ասենք վրացիք սահմանություն ունեն, մեր հետ կապ ունենան, լսել եք, տենց բան, հա? Կամ Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանություն ունի, մեր հետ կապ ունենա։ Բայց մեր սահմանությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Ես ես պաշտոնապես ուզում եմ իրազեկել։ Ես ունեմ վատագույն զգացողություններ եւ կասկածներ, որ այդ պայմանը ընդունված է։ Հիմա այդ պայմանը ընդունված է, սիրելի հայրենակիցներ, սցենար ենք քննարկում։ Հայաստանն եթե ընդունում արտիկն ասամությունը փոխի, դնում ասամությունը հանրակրվի, ժողովուրդը գնում է դեմակվերակում, չէ՞։ Դե դեմակվերակում չի ընդունվում, դուս է գալի, որ Հայաստանը պաշտոնապես ընդունել է, որ տարածքային պահանջ ունի Ադրբեջանից։ Դրա համար ուզում է ասամությունը փոխի, ժողովուրդը դեմակվերակում Ալիևն ասում ախպեր է ժողովրդի նկատմամբ տարածքային պահանջ ունի։ Ես հարձակվում եմ իրանց վրա։ Այսինքն նենց մի հատ ցուկ ցվանգի մեջ է դնում մեր իշխանությունը մեզ։ Այս պայմանը ընդունելով, որ սա տակից ոչ մեկ չի կարող դուրս գա։ Ոնց դուրս գանք դրա տակից։ Ոնց։ Ինչ անենք որ դրա տակից դուրս գանք։ Մեկը կարա բացատրի ձևը։ Գնանք սաղ ժողովրդով ասենք այո։ Ես քարոզելու եմ որ դեմ քվեարկենք։ Ես։ Ու ես վստահ եմ սաղ ժողովուրդն է դեմա քվեարկելու։ Չի ընդունվելու։ Ուզում եք շերցրեք ժողովանեն իրական Հայաստանի մասին մի հատ չգիտեմ ինչ պատմեն։ Չի լինելու։ Որտեւ ես հավատում եմ իմ սահմանադրական դատարանին։ Իմ սահմանադրական դատարանը թեկուզ եւ իշխանության պատվերով ասել է, որ մեր սահմանության մեջ պահանջ չկա ախպեր։ Ես խի պետք է Ալիևի ամեն ասած բանը անեմ։ Կարող ասի գնացեք իսլամ ընդունեք, գնանք շիա դառնանք, հետո ասի չէ սուննի պիտի դառնայիք։ Սխալ իսլամ եք ընդունել։ Կարող ամեն օր ինչ ասի, վեր կենաք գնանք անեք։ Բա ուր եք սահմանադրական դատարանին ասում այդ որոշումն ընդունի։
որ ինչ էի կետի ասեմ, որ ընդունի։ Դելիմիտացիայի կանոնակարգը հաստատելուց, որ ինչ հասարակական դատան է մտել դաշտ այդ որոշումը ընդունի։ Քարտեզ չի ուզե կառավարությունից, բան չի ուզե այդ որոշումը ընդունել, այլ գնում ենք Ադրբեջանին, ասում ենք լավ, դե ձեր ասածն էլ կա։ Չէ, ասենք, բան չեն կամի գիծ, սաման, բան չկա։ Հիմա հրահանգայչացված բոլորին քարոզեք, որ աղբեջանով դեմ է խոսում, ուրեմն ուզում է պատերազմ։ Սաղով խոսացեք պատերազմից, որ այո, սա այն չի, սա մեր սրտով չի։ Սա այն չի, որ մենք ուզում ենք, բնականաբար։ Հասկանալի է, ասես բաներ են ասելու, սակայն որպեսզի պատերազմից խուսափենք, պետք է այս լինի։ Ու այս ձևով բոլոր պահանջները sense կատարելով գնում ենք։ Էս ուր ենք գնում, պրոստը այդ է էլի հարց։ Ուր ենք գնում։ Այդ հա, ասելու են ով որ սա դեմ է խոսում Ռուսաստանի ստրուկա, չգիտեմ, շպիոնա, ագենտ է, քոչարյանական է, սերժական է, չգիտեմ, ինչ կարելի ասել է, ինչա կիրառվեց այդ շրջանը։ Ասենք իբցի ցաղնել է գալի։ Հա, տես բաներ են ասելու, պարզ է արդեն։ Դուխ չունի, հա, այնտեղով էր նոր գրել։ Ժողովուրդ ջան, դուխով, բոլոր զիջումները դուխով արվել։ Տավուշի 4 գյուղերն են դուխով տվել։ Սա դուխով արվել է։ Ես երբեք չեմ ասել որ դուխով չի արվել։ Դուխով Ալիևի սաղ ասածներն անում ենք դուխով։ Բայց վերջը ինչ? Վերջը։ Հիմա փորձելու եմ ես այնքան բան կա ասել, ժողովուրդ անհնար է այս մի եթերում սաղ ասել, բայց փորձեմ ուզում անեմ, չգիտեմ ինչքանով կստացվի դա։ Փորձեմ ուզում անեմ եւ տեսնեմ ինչ հարցեր են ինձ ուղղել, այստեղ 22 հատ հարց կա, 22 կոմենտ կա Facebook-ում եմ ասել, որ կոմենտները գրեն, որովհետեւ այս լայվ ռեժիմով YouTube-ի մեջ հիմա դժվար կլինի, կփորձեմ էտել անեմ, ինչքանով որ ժամանակը մեր բանա։ Հարց. Դուք հավատում եք, որ ճանապարհը լինելու է մեր վերահսկողության տակ ու ապրանքները մաքսազերծվելու ա։ Արսեն Ջոմարդյան։ Հարգարժան պարոն Ջոմարդյանը հարց է ուղղել, չեմ ճանաչում բնականաբար, քաղաքացի, դուք հավատում եք, որ ճանապարհը լինելու է մեր, այսինքն ճանապարհը նկատի ունի այն ճանապարհը, որը արդեն խաղաղության պայմանագրում հասցեագրված, հայտնի բառ կա, չէ՞, հասցեագրված չի այդ հարցը եւ մնացել է պայմանագրից դուրս առանձին, այսինքն նոյեմբերի 9-րդ կետով ասում են արտահայտություն եք չեք անում։ Ու Հայաստանը չի ասում, բայց կներեք, այս 150,000 փախստական ինչ գործ ունի Հայաստանում։ Կներեք, չի ասում։ Եվ ուզում եմ պատասխանել քաղաքացու հարցին, եթե հարցը ձևա, դուք հավատում եք, որ ճանապարհը լինելու է մեր վերահսկողության տակ, չեմ հավատում ես։ Չեմ հավատում։ Արդեն ԱԺ նախագահ հայտարարություն ունի, որ բեռները կարող անցնեն առանց ստուգման։ Վարչապետ հայտարարություն արել, որ պարզեցված, հայտարարություն արել, որ պանորտներ կարող հսկողություն իրականացնեն։ Չեք հարցնում։ Ոնց որ դուք ասեք, դուք հավատում եք, որ Հայաստանը երբևէ կհրաժարվի բանից, դատական գործերից։ Ուզում եմ անգիրարած ամեն օր կարող ատես տեքստեր ասեն, բայց ինչ։ Մի հատ էս դուրը փագեմ, էլի։ Հիմա դատական Սերգեյ Ամատունի, դատական հայցերի հետ կանչումը, ինչ է նշանակում։ Դատական հայցեր ունենք Ադրբեջանի դեմ եւ դրանք ինչ իրական հեռանկար ունեն։ Շատ լավ հարց է։ Ինչ հայցեր կան մեր դեմ եւ դրանք ինչ հեռանկար ունեն։ Նշանակում է սա արդյոք, որ փակվում է Արցախի բնակչության որևէ ֆորմատում հետ վերադարձի հնարավորությունը։ Փակվում են արդյոք նաեւ դրա պահանջը, առաջ տանելու հնարավորությունները։ Բազմաթիվ հարցեր ա գրել, մի մասին արդեն ես եթերում արձագանքել եմ կոնկրետ դատական հայցերի հետ կապված, ելի եմ ասում, դատական հայցերից հրաժարումը նշանակում է, որ մենք Լեռնային Ղարաբաղի process-ի հետ կապված ոչ թե մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներն են կանխել, պաշտպանել մարդկանց իրավունքները, նրանց բնիկ իրավունքները, նրանց մշակութային իրավունքները, նրանց ապրելու իրավունքը, արելու իրավունքը, խղճի դավանանքի ազատության իրավունքը, նրանց միավորումների իրավունքը, այլ մենք հենց հրաժարվում ենք դատական գործերից, մենք օկուպանտ երկիր ենք, եթե օկուպանտ երկիր ենք, դա ունենա հետևանքներ։ Դրա մասին է դատական գործերի հրաժարումը եւ նաեւ առավել եւս նրա մասին է, որ մենք չենք ներկայացնելու Ադրբեջանի դեմ Ցեղասպանության կոնվենցիայով հայց դատարան, մենք չենք դիմելու Հռոմի դատարան այն հանցագործությունների համար, որ մեր զինվորներին անձեն գնդակահարում են եւ ամբողջ միջազգային հանրությունը արձագանքեց դրա վերաբերյալ, ազգային ժողովի ամբիոնից, կառավարության նիստի ժամանակ, արտադրության նախարարը, միջազգային իրավական ներկայացուցիչը եւ այդ թվում նրանց զեկույցների համաձայն վարչապետը հայտարարել են, որ մենք
միանում ենք Հռոմի դատարանին, մենք վավերացնում ենք Հռոմի ստատուտը, որ Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնենք ռազմական հանցագործություններով, եւ դա չի արվելու, որովհետեւ հիմա հրաժարվում ենք։ Այսինքն ոչ թե իմ դարդը են եղած գործերն է, իմ դարդը այն է, որ այս ճանապարհն ենք փակում։ Հասկացաք։ Արմ Գևորքյան, ճիշտ եմ հասկանում, որ սա նույնն է, ինչ Գերմանիայի Վերսալյան պայմանագիրը ստորացուցիչ կապիտուլյացիա։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում երկու հատ բառ կա, որ ամենաշատը օգտագործվում է։ Կապիտուլյացիան մեկ է ցեղասպանությունը։ Ամեն ինչի անուն չի կարելի դնել կապիտուլյացիա, ոնց որ նոյեմբերի 9-ի հետ եղավ, եւ ամեն ինչ պետք չի անվանել ցեղասպանություն։ Հիմա ուզում եմ ասել, որ պայմանագրի այդ կետերի մասին մանրամասն խոսեցի, գնանք այնպեսի հարց գտնենք, որ չեմ արձագանքել։ Մի հարց եւս, դուք այն մարդկանցից եք, որ Փաշինյանին լավ ճանաչում է, Փաշինյանը անչափ խելացի է, թե խելացի չի, չգիտեմ ինչ, անիմաստ է, այս հարցին անդրադառնալ։ Դավիթ Բալայան, հետարքիր հարց է, որ ես մոռացա արձագանքել, ցելի հայրենակիցներ։ Դուք հիշում եք, որ մենք հարց ենք բարձրացնում, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավորի ինստիտուտ։ Ինչ ենք ասում, մենք եւ Ադրբեջանը բան ենք պայմանավորվում, երրորդ մի հատ կողմ, պատկերացնենք Միացյալ Նահանգները, պատկերացնենք Ռուսաստանի Դաշնությունը, պատկերացնենք Ֆրանսիան, կամ պատկերացնենք երեքը միասին, ոնց որ ԵԱԿ Միսկի խումբն են, ասում են մենք հետևում ենք այս ձեր պայմանավորվածություններին, շատ լավ է, բարի շեք, ձեր տվեք, բայց մենք հետևելու ենք, որ ով ինչ կետ խոստացել է, որ անի, իրականացնի։ Հիմա քանի որ այս պայմանագրերով միայն Հայաստանն է բաներ խոստանում, երաշխավորը մեր ինչին է պետք, որ մենակ հետևան, որ մենք ոնց է կատարում այդ բաները, այդ գործողությունները։ Ադրբեջանն ինչ է պարտավորվել, որ մի հատ էլ դրանց գործողությունների երաշխավորը մեզ պետք։ Ոչ քառակուսի կիլոմետրով մեզ է ճանաչում, ոչ ասում ռազմագերիներին կտամ այդ պայմանագրով, որ ասենք չի տալի, այս կետը խախտվեց։ Եվ ես ավելին ասեմ, այս պայմանագիրը, որ ստորագրվի, չէ, ցանկացած իրավիճակում Ադրբեջանը, քանի որ չկա երաշխավորի ինստիտուտ, կարող ասի խախտեցին այս պայմանագիրը ու հարձակվի մեր վրա։ Ոնց պետք է բան արվի, ոնց է որոշվելու, էլի, ոնց է քննարկվելու։ Միջազգային դատերով, դատերից հրաժարվում ենք միմյանց նկատմամբ։ Ոնց, ինչ մեխանիզմ է էլի աշխատելու։ Ժողովուրդ, որ դուք գնեք մի հատ մեքենա առնեք, նոտարի մոտ եք գնում, երկու քաղաքացիով, բան եք ստորագրում, նոտարը ստուգում է թղթերը, բան ավտոնարգելանքի տակ չլինի, չգիտեմ, ես չլինի, ինչ չլինի։ Պետությունները իրար այդ բան են պայմանավորում, ասում են, մեզ պետք չի միջնորդ։ Միջնորդները փայ են մտնում, ժողովուրդ ջան, գործ չունեք, միջնորդներից գործ չունեք, վերջում ինչի հանգեցինք միջնորդներին, որ հրաժարվեցինք։ Վերջում բանակցություն չկա։ Բանակցություն, даже հետները լայախ չեն անում բանակցեն։ Թղթերը ուղարկում են, ասում են, էսա, վերցրեք ձեր կատարել գործերը, մենք թղթերը ուղարկում ենք, ասում ենք շատ լավ կկատարենք։ Էսա բանակցությունը, կամ վարչապետը հոդված հրապարակում Armen Press-ում։ Բանի, այդ ճանապարհի վերաբերյալ ապաշրջափակման Ադրբեջանից արտգործնախարարության մամուլի խոսնակն է արձագանքում։ Այսինքն դեր բանակցությունները իջել է այդ մակարդակի։ Այդ որ մեզ պետք չի։ Ամենայն պատասխանատվությամբ բոլոր այն փորձագետները, որ այս նարատիվները լոբինգ են արել, բոլորը համահավասար, համապարտ պատասխանատու են, բոլորը։ Ոնց որ լոբինգ էին անում, որ պետք է Ղարաբաղից բան արվի, զորքերը հանվի, բանի խաղաղապահները վատնեն, այն որ ասենք պատկերացրեք մի հատ մեխանիզմ կա, վատնա, բայց մեխանիզմա, չէ։ Չէ, դրա դեմ պայքար է գնում, որ մեխանիզմը չլինի, вообще ոչ իման չլինի։ Չէ որ դա մի քիչ բան թերություններ ուներ։ Մենք դժգոհ ենք դրանից։ Հիմա մի գոհ եք։ Իմ տպավորությամբ շատ բան է։ Հիմա ավելի համերաշխ են, որ թուրքերն են այնտեղ, ադրբեջանցիներն են, քան որ ասենք հայերն էին, ու որ ինչ որ թույլ խաղաղապահ զորախումբ կար, որը լավ չէր աշխատում։ Դա շատ լավ է, սա գոհ են։ Երջանիկ են, որ ձենանող չկա։ Ես պրոստը խելագարվելու բան է սա։ Մեկը գրել է հարց։ Մասի Շայնյան, ինչու՞ չի ասում Ադրբեջանին, եթե դուք խաղաղության պայմանագիր եք ստորագրում, ձեր ինչին են խանգարում եվրոդիտորդները, այ բորենիներ։ Համ հարց կա, համ մեջը պատասխան։ Եթե բորենիներ են ուզում են երրորդ մարդ չլինի, երրորդ դերադիտակով բան չլինի, գան գրավեն, մտնեն, ասեն, ով մտավ։ Ով մենք, դուք եք կրակել։ Մենք ինչ ենք արել, դուք եք արել։ Ու այդ ուտենց, բար չի։ Այստեղ արդեն դե լալահարաշ բաներ է, Թուրանն է գալիս,
Աչքից մենք Սիրիայի օրն ենք ընկնում, Ժորժան նորմալ հարաճակել եմ, հարց տվեք, հարցին պատասխանեմ։ Այդ վայ հողը մեր գլխին, դա ես այդ գծի մեջ չեմ եղել երբեք։ Հենց հիմա էլ լուծումներ կան։ Հենց հիմա լուծումներ կան։ Այս վիճակից դուրս գալու ձև կա։ Ինչ լաց կոցը դրել եք։ Չեմ գտնում ժողովուրդ հարց նորմալ։ Ըստ էության նաև բարձրացված հարցերի մեծ մասը, որոնք որ հիմա ես տեսնում եմ, որ այդտեղ բարձրացվում են, նաև այդ հարցերի մեծ մասը ես հիմա արձագանքել եմ։ Հիմա գնում եմ YouTube, փորձում եմ YouTube-ում, եթե կոմենտներում ունեք հարցեր, փորձեմ այդ եթերի մեջ ինչ որ հարցեր գտնել, այդ հարցերին արձագանքել, քանի դեռ վրես հալկա մի քիչ կարող եմ խոսել։ Մեկը գրել է 94 թվականին պետք է մինչև Բաքու գնայինք։ Լավ ժողովուրդ ջան, թե ինչ որ արձագանքներ են, չեմ գտնում, որ ինչ որ կոնկրետ հարց լինի։ Բնականաբար ես այն գործիչներից չեմ, որ կորչ եմ գնամ, կապի մեջ ենք լինելու հարցերին կարձագանքեմ։ Ամփոփելով ուզում եմ ասել, որ նաև այս Facebook-ի գրառումները, բաները իմացեք, հիմա կրկնում եմ, պրոպագանդան թեզերը լինելու են հետևյալը, ով դեմ է չի ուզում խաղաղություն, ես ձեզ վստահեցնում եմ, այս թուղթը նախ չկա ստորագրած sense թուղթ, մինչև ստորագրելը պետք է հանրակրվեի գնանք, որտեղ Ալիևը ուզում է, որ հայ ժողովուրդը, ամբողջական ժողովուրդը ինքը իր ձեռով ասի, որ մենք 30 քանի տարի է, 34 տարի սխալ ենք ապրել։ Դրանից առաջ էլ սխալ ենք մտածել, որպես հայ, մեր հայկականությունը։ Դրա մասին է այդ հանրակրվեն։ Հետեւաբար ինքը ինչ ասում, ինքն ասում է մենք չենք վստահում այս իշխանություններին, զրո վստահություն ունեն, մենք ուզում ենք, որ ամբողջ ժողովրդով մեղական իրանց արածների համար պատժենք նաև գլխավորներին, մենք կորոշենք ում այնտեղ մեկում մեջ կանենք, կնայենք ում պատժենք ում չէ, հետո դրանից հետո ասում է տենց կերևա խաղաղությունը գալիս է, թե չի գալիս։ Նաև այս օրերին էլ դատական գործեր են Հայաստանի դեմ ներկայացվում։ Ես մի մտավախություն ունեմ, որ շատ հնարավոր է, որ նաև Հայաստանը իր գործերը երբ որ հետ կքաշի, կպահանջի հետ վերցնել, դրանից հետո Ադրբեջանը մեր դեմ հայցեր ներկայացնել։ Ով է որ կանգնացնելու, եթե չկա երաշխավոր այս պայմանավորվածության։ Ով է կանգնացնելու այդ process-ը։ Ով է դրա դեմն առնելու, մեկը կասի։ Եվ մի հատ էլ շատ կարևոր հանգամանք եմ ուզում անդրադառնալ, որը միշտ խոսել եմ սրա մասին, որ շատ վտանգավոր է Հայաստանից դեպի աշխարհ տալ դրական լուրեր հայ-ադրբեջանական process-ի մասին։ Ինչու սիրելի հայրենակիցներ։ Խոսքը բանի բայգուշության բանի մասին չի։ Երբ որ մենք դրական լուր ենք տալի, որ իմանայք այսօր դրական լուր է գնացի ամբողջ աշխարհին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին խաղաղության պայմանագրի տեքստը։ Եթե ես բրիտանացի եմ, չգիտեմ, չեխ եմ, Նիդերլանդներում եմ, չգիտեմ, որտեղ եմ, հա, նայում եմ ասում, այստեղ ոնց որ լավ դրական բան կա։ Հետո ինչ որ մարդիկ գալիս են կամ թեկուզ հենց նույն իշխանությունն ասում Ադրբեջանը իր անկները ոտնանում, իմ մոտ հակասական բան առաջանում, ես այդ ուղերձները խառնվում է իրար, ես չգիտեմ, վերջը սրանք ինչ են իրարից ուզում։ Հիմա Հայաստանն ուղերձ է տվել ամբողջ աշխարհին, որ ընտիր գործընթաց ունենք, 13 կիլոմետր դելիմիտացել ենք, շատ գոհ ենք, շնորհակալ ենք բոլորից։ Ես որ երկիր գնացել եմ, ասել եմ, որ այս դելիմիտացիայով մեր զորքերը հետ քաշվեցին, ադրբեջանականը հետ չքաշվեցին, Տավուշի մարզում իրանք շարունակում են ջրամբարը վերահսկել, վայելահողերը վերահսկել, օկուպացված պայել մեր տարածքները, ինձ ցանկացած ամերիկացի, պայմանական բրիտանացի, Եվրոխորհրդի անդամ, պարլամենտոր, սենատոր, ցանկացած մեկը սենց արել։ Բայց չէ՞ որ ձեր իշխանությունները հայտարարում են, որ մենք գոհ ենք։ Դա լավ process է։ Մենք ողջունել ենք այդ process-ը, հիմա դուք ինչեք բողոքում։ Ասում եմ դուրս չեն եկել, ախր իրանք, ասում եղբայր մի րոպե, էլի, մի րոպե։ Ձեր իշխանությունները ազգային հայտարարել են, որ մենք գոհ ենք այդ process-ից, ճիշտ է։ Ինչ ասեմ, հայտարարել են, ասում եմ։ Ընդ որում ասում եմ, նրանք նաև ասել են, որ սա առաջին առանց միջնորդների process-ն է, եւ հետեւաբար մենք շատ գոհ ենք։
Ասում եմ, հա, բայց ախր միայն մենք զիջման գնաց, եղբայր լավ էլի։ Լավ եք էլի, ախր չենք հասկանում ձեզ ինչ եք ուզում։ Մենք ձեզ չենք հասկանում։ Չի լինի օրը մի բան ասել։ Եվ նույնիսկ սրա մասին է։ Հիմա ուղերձ տրվեց Ադրբեջանից, Հայաստանից, Ադրբեջանից, որ մեր վերջ երկու պահանջներ կատարեցին։ Հայաստանը հետևից վազելով այդ ուղերձի հետ հայտարարություն տվեց, որ բանը մենք պետք է իրար հետ պայման ուզում ենք իրար հետ այդ հայտարարությունը անենք, բայց դե չեղավ, մեզ չարգեցին, իրանք առանձին արեցին բան, բայց մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ պայմանագրի այդ համաձայնագրի ստորագրման վայրի եւ ժամանակի մասին։ Այնտեղ ասում են համանությունը պիտի փոխես, նո։ Հայաստանը հայտարարում ասում ենք պատրաստ ենք խորհրդակցությունների, թե երբ պետքա դա ստորագրենք։ Պատկերացնում եք, ասենք նա ամեն ասում են, այս մարդիկ լուրջ մարդիկ են, թե չէ։ Ես ում պետք գործ ունենք։ Ասում եմ հակառակ կողմում ահա որ լուրջ մարդիկ են, լուրջ մարդիկ։ Այնքան բան կա խոսալու, այնքան բան կա ասելու։ Որ մեկ ասես։ Հիմա այս ամեն ինչը ինչ քննարկեցինք, չէ՞։ Մի հատ վերջում ես վստահ եմ հարցը առաջացել։ Այդ հարցը հետեւյալն է։ Լավ, բա լուծումը ո՞րն է։ Ջորջան, լուծումը հետեւյալն է, որ պետքա փոխել ամբողջությամբ եւ բոլորին։ Հնարավոր չի այսօրվա իշխանություններով, Փաշինյանով, Միրզոյանով, բոլորով, ովքեր որ զբաղվում են, Արմեն Գրիգորյանի ձենը դուրս չի գալի, չկա ոնց որ էս կորած էս երկար ժամանակա տենց չի նկատվում։ Երևի բանը անվտանգության ռազմավարության վրա աշխատում շատ զբաղված է այս ընթացքում։ Հարգելի պատճառ։ Այս մարդկանցով այլևս անհնար է Ալիևանց հետ խոսալ։ Չի լինելու։ Այս մարդիկ անդադար ասել են մի բան, հետո իջացե, համաձայնվի Ալիևի ասացի հետ։ Հիմա որևէ հարցում կարան ինչ որ բան ասեն, այդ բանը պահեն։ Չի լինելու, բրծավ։ Ավարտված է, վերջացած է։ Եվ ահա դա է պատճառը, որ Range Rover-ը, Brabus-ը, Թալանը, Գողոնը, ես շատ գիտեմ ինչը, ասենք հիմա պատկերացրեք, գիտե ինչ է, որ էս շուխուրն ընկնելու է։ Ինչի համար են գնացել խորհրդան, որ կալանավորեն Հովիկ Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանը Եսիմով չի, չէ։ Կամ Տարոն Մարգարյանին, նո Տարոն Սերժ Սարգսյանը չի, չէ Տարոն Մարգարյանը։ Դա Տարոն Մարգարյանին ինչ անենք, չէ։ Հա, բայց կլինի ինչ որ շուխուր, տենց հայ բուդուր բան բռնեցին, մենք քաղաքարետա մտնում, որ դուք զբաղվեք։ Դուք պետք է անընդհատ զբաղված եք, Ջորջան։ Դες լուրեր սպառեք տարբեր տեղերից։ Այնտեղ չգիտեմ ով ում, ես ինչ է, բան, այս բաներ, այդ ընթացքում այնտեղ Ադրբեջանը, բան, հարևան բոլոր երկրներն իրենց հարցերը լուծում են։ Ամեն օր լուծում են։ Դուք զբաղվեք տենց։ Չեմ բացառում, որ ասենք ում ասես կարան բռնեն։ Ում ասես կարան բռնեն, որ դուք զբաղվեք միայն թե։ Ում ջիպը ասես կարան ասեն, որ արդեն սա էլ ենք բերել։ Բերման ենք ենթարկել, այս ջիպը խոսքի։ Այս ջիպն էր խանգարում, որ դուք հանգիստ ապրեք։ Ամենից էս բաներ ալնելու ամեն օր։ Բայց էությունը հետեւյալն է, այս իշխանությունով դուք չեք կարող ոչ Ադրբեջանի հետ բան պայմանավորվեք, ոչ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բան պայմանավորվեք, ոչ Վրաստանի Հանրապետության հետ բան պայմանավորվեք, ոչ Թուրքիայի հետ բան պայմանավորվեք, ոչ Ռուսաստանի Դաշնության հետ բան պայմանավորվեք։ Այսօր, հենց այսօր, այն ժամանակ, որ Հայաստանը ամենավերջին զիջումներն է անում Ադրբեջանին, Թուրքիայի լրագրողները բերում ինտերվյուներ Տալիբան, այնտեղ անցակետն են գնացել, անցակետը արդեն պատրաստ է, չգիտեմ ինչ, Թուրքիայի պաշտոնատարան հայտարարում է, որ ասում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև դեսպանատների բացման հարցը քննարկելը, ոչ թե բացելը, այլ դա քննարկելը, որ քննարկվի։ Բանա, ժամանակավրեպ է։ Բացարձակ ուզում ասի մենք շատ հեռու ենք դրանից, շատ հեռու։ Դա է, Ժողովուրդ ջան, այս ինչեր եք խոսում։ Այս ինչեր եք դուք ուզում։ Թուրքիայի դեսպանատուն եք ուզում Երևանում։ Դուք դի երազ եք որ Թուրքիայի դեսպանատուն լինի Երևանում։ Մոտապես հետ էր ասում։ Ոչ մի հարց չեն կարող լուծել այս մարդիկ։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Ցավով, կսկիծով։ Այնքան կուզեի լուծեին։ Այնքան կուզեի լուծեին, այս լայվը չլներ, այս եթերները չլներ, ոչ մեկ չբողոքեր, բիզնեսները չփախչեին, բոլորը աշխատեին, հայերը վերադառնային Հայաստան, եղած հայերը չուզենային գնան Հայաստանից, մարդիկ իրանց նվաստացած չզգային։ Մենք այսօր ազգային արժանապատվությունը կորցրած ժողովուրդ ենք։ Ոչ թե այն ծեծված թեզն եմ ուզում ասեմ, որ մեզ պետք է խաղաղություն, բայց արժանապատիվ բանից բաներ։ Դա չեմ ասում։ Մենք մեր թասիբը չենք կարող պահենք։ Մենք մեզ չենք կարող պաշտպանենք։
Որտեղ մեր իշխանության բերած մարդիկ, մեր ընտրյալները, մեր շահերը չեն պաշտպանում։ Կարող իրանք համոզված են, որ դա է մեր շահերը։ Ես վստահեցնում եմ, դա մեր շահերի հետ կապ չունի, ինչ որ իրանք անում են։ Իրանք մեր շահերը չեն կարող պաշտպանել։ Իրենց նախնական բոլոր հայտարարությունները մեր շահերի մասին են եղել։ Բայց դրանից հետո բոլոր զիջումները այդ շահերի զիջումներն են, այդ շահերի կործանումներն են։ Վարչապետը այն հայտարարությունը, որ մեր ՍԴՄ որոշել է, որ մեր համարությունը չունի տարածքային պահանջներ, եւ հետեւաբար նաեւ միաժամանակ ասում Ադրբեջանին ունի, եւ հետեւաբար մեր համարությունը փոխելու բան չկա, այդ մեր ազգային շահի մասին է։ Բայց որ հետո համաձայնվում ես դա անես, դա շահ չկա։ Կամ որ ասում ես, երբ որ դելիմիտացիա կլի սահմանի վրա, այդ ժամանակ կհամաձայնենք, որ եվրոդորտերը դուրս գան, այդ մեր ազգային շահի մասին է։ Բայց պետք չի դա պարտավորվել բոլոր երրորդ ուժերի վերաբերյալ, որովհետև կարող է մենք 5 տարուց որոշում ենք այդտեղ ուրիշ ուժեր տեղակայել։ Մենք մեր երկիրում ուզում ենք տեղակայել ենք։ Ադրբեջանն ո՞վ է որ որոշի մենք մեր տարածքում ինչ տեղակայենք, երբ տեղակայենք, ոնց տեղակայենք։ Բայց երբ որ դու ստորագրում ես, որ դու պարտավորում ես երբեք չտեղակայել, եւ որևէ անգամ որ դու նման փորձ կանես, դա կհամարվի խախտում այդ պայմանագրի, դու քո երկրին դարձնում ես հաշմանդամ, դարերի վեր երբ որ կգան, սերունդների վեր։ Ոնց բացատրեմ, որ մեր ազգային պետական շահերը չեն պաշտպանում մեր մարդիկ։ Ես սա կյանքս բանը փաստաբանություն եմ արել, մինչև քաղաքականություն մտնելը։ Ես գիտեմ մարդու շահը պաշտպանելը որն է, ես գիտեմ պետության շահը պաշտպանելը որն է, որ ասում եմ հասկանում եմ ինչ եմ ասում, գիտեմ ինչ եմ ասում։ Այդ Ռոմի ստատուտը, որ ասում գիտեմ ինչ եմ ասում։ Իրան բացարձակապես պետք չէր վավերացնել, եթե չպետք է մենք օգտագործեինք։ Բացարձակապես պետք չէր վավերացնել։ Եթե վավերացել էինք, ուրեմն պետք է օգտագործեինք։ Այդ ինչ ենք անում մենք։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, միացեք այս YouTube-ի ալիքին։ Գիտեք, տեղեկատվական դաշտը Հայաստանում շատ բարդ է, թե ուրիշ բառեր չօգտագործեմ այդ դաշտի վերաբերյալ։ Դրա համար փորձենք անում մենք մեր ռեսուրսները ունենալ, խոսալ այնտեղ որտեղ որ ոչ ոք չի կարողանում մտնի մեջը խանգարի կամ ուզենա իր ուզած հարցերով խոսանք։ Որ կայանանք ժողովրդի հետ խոսանք, ինչ ուզում ենք ասենք մեր ժողովրդին։ Դեպաբար միացեք այս ալիքին, տարածեք այս տեսանյութը։ Այսօրվա թիվ 1 թեման սա է։ Բնականաբար դերս թեման շատ է ջուր տանելու, շատ է ծեծվելու, շատ շերտեր դեռ կբացվեն։ Այս պահին եղած շերտերը, որոնք որ երևացող են գոնե, հասկանալի են, մենք գիտենք եւ բաց են քննարկման համար, որովհետեւ բացառապարակային process է։ Այդ բոլոր շերտերը մենք հիմա ըստ էության ես կարծում եմ քննարկեցինք։ Լավ մնացեք, լուծում միշտ կա, բացարձակ ես բանեմ անհուսության մեջ ընկած չեմ, հողը գլխիս վրա չեմ լցնելու, ես վստահ եմ, որ այս իշխանությունը փոխելու ենք եւ կարողանալու ենք մեր շահերը պաշտպանել։ Լուծումը միայն սա է։ Ուրիշ լուծում չկա, գոյություն չունի այդ ուրիշ լուծում։ Այսինքն գնաք իրանցից ուզեք արեք այս բանման, ասենք, չգիտեմ, ցույց անեք, ասեք, մեր ռազմագերիների հարցերով խոսեք կամ ցույց անեք, ասեք, այս արեք, այն արեք, չի լինելու։ Պետք է իրանք փոխվեն։ Հենց իրանք փոխվեն, մնացած բոլոր խնդիրները հերթով կարող են լուծվել։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետության։